փոքր անդրադարձ կատարենք ամբողջ թեմայի ընթացքում մեր ծավալած աշխատանքին, մեր ուսումնասիրություններին, մի փոքր հարց ու պատասխան անենք, որից հետո մի հրաշալի խաղ ենք խաղալու միասին, ինչպես թեմայի շրջանակներում բազմաթիվ խաղեր ենք ունեցել։ Մեր հարցերի եւ առաջադրանքների արկղից դուրս կգան հարցեր, որոնց միջոցով մենք անդրադարձ կկատարենք մեր ուսումնասիրած թեմային։ Բացենք արկղիկը։ Առաջին հարցը ընտրեմ ես, մնացածներն արդեն դուք, լավ երեխաներ։ Այո։ Սկսենք։ Հարց համար առաջին, որ թեման ենք ուսումնասիրել։ Ասա Կատրին ջան։ Մենք ուսումնասիրել ենք հետազոտենք մեր մոլորակը թեման։ Շատ բարի։ Տեսնեմ Նատալի, արի ընտրի երկրորդ հարցը բարկս։ Թեմայի շրջանակում ինչ աշխատանքներ ենք իրականացրել։ Թեմայի շրջանակներում մենք ինչ աշխատանքներ ենք իրականացրել։ Սոֆի։ Մենք իրականացրել ենք փորձեր։ Փորձեր ենք կատարել, ճիշտ է, ուրիշ, Սամվել։ Մենք սովորել ենք լեռնահավիտների մասին։ Ճիշտ է, Լուիզա։ Ծանոթացել ենք երկրի բազմազանության։ Ապրես, Սարգիս։ Ծանոթացել ենք գունավոր ծովերի մասին։ Տեղեկություններ ենք ձեռք բերել գունավոր ծովերի մասին եւ անել։ Ծանոթների, օվկիանոսների եւ մարգագետների մասին։ Շատ ճիշտ է, ուրիշ ինչ ենք արել, Մարիամ։ Հետազոտություններ կատարել եւ Շատ ապրես ճիշտ է, ուրիշ է իմ բան ասելիք ունեք երեխաներ, Միկա ջան ասա։ Ճանաչել ենք խորզանի կողմերը եւ կողմնացույց սարքը։ Ապրես, ուրիշ, Կարինե ջան։ Կարևորել են ջրի դերը երկրի մոլորակի կերպարը։ Շատ ապրես իմ աղջիկ, Անգելինա։ Էլի բան ունես ավելացնելու։ Ասա, խոսել ենք հողի։ Հատկության մասին, ճիշտ է հողի հատկությունների մասին ենք խոսել Ավետ ջան։ Սովորել ենք թե ինչից է կազմված ջուրը եւ օդը։ Լավ, ինչ բաղադրություն ունեն ջուրն ու օդը, ճիշտ է։ Լավ, հիմա անցնենք առաջ երեխաներ։ Տեսնենք ով է ցանկանում ընտրել հարցի երեխաներ, Էմիլի ջան մոտեցի։ Էնպես անենք, որ բոլորս մասնակցենք, լավ։ Երկրի վրա առանց ինչի կյանք չի կարող։ Ապրես, տեսնեմ Արտաշես ջան։ Երկրի վրա կյանք չի կարող լինել առանց ջրի։ Ապրես իմ տղա առանց ջրի, շնորհակալություն Էմիլի ջան, հաջորդ հարցը ով է ընտրում։ Արի տեսնեմ Նիկաս։ Ընտրի տեսնեմ։ Որ մեր ցամաքն է Պատկերված, դե ցույց տուր տեսնենք, ահա, ով է ասում, որ մայրցամաքն է պատկերված, տեսնեմ, ապրեն իմ բալիկները, Դավիթ ջան ասա։ Այստեղ պատկերված է Աֆրիկա Ասա, հանգիստ խոսի բալես։ Այստեղ պատկերված է Աֆրիկա Մայրցամաք ապրես, ով ցույց կտա երեխաներ քարտեզի վրա կամ գլոբուսի վրա։ Արի տեսնենք, Հովանես ջան, արի բալես։ Որի ինչի վրա ես ցույց տալիս, քարտեզի թե գլոբուսի։ Դե գնա ցույց տուր բալես։ Աֆրիկա մայրցամաք։ Ահա, շատ ապրես Հովանես ջան, շատ ապրես։ Ճիշտ է, նստեցի։ Տեսնեմ, արի տեսնեմ Կարինե ջան, արի։ Ուշադիր։ Բարձրաձայն դարձա հարցը։ Սեղանի դրված Ով կօգնի Կարինեին երեխաներ, ով կօգնի Կարինեն գուցե մի փոքր ուզվել է, օգնենք հա Կարինեին։ Արի Եվանե ջան։ Հիմա Եվանեն ու Կարինեն միասին կկարդան։ Միասին, օգնի Եվանե ջան։ Սեղանի դրված ուսումնական գործիքներից որի հետ ենք ծանոթացել։ Ահա, ու սեղանի դրված ուսումնական գործիքներից որի հետ ենք ծանոթացել։ Ասա Սամվել ջան։ Մենք սովորել մենք ուսումնասիրել ենք կողմնացույցը։ Արի ցույց տուր տեսնենք սեղանի դրված սարքերի մեջ որն է կողմնացույցը։ Ցույց տուր տեսնենք։ Ահա, ցույց տուր ընկերների։ Ով կասի ինձ ինչի համար է կողմնացույցը, ինչի համար է կողմնացույցը,
Ասա տեսնեմ Եվա ջան։ Կողմնացույցը եղանքում գտնվելու համար կարելի է կողմնորոշվել կողմնացույցի օգնությամբ։ Ապրես իմ աղջիկ էլ ինչի համար է կողմնացույցը ով կասի։ Էլ ինչի համար է կողմնացույցը Սոֆի։ Ինչն է ցույց տալիս կողմնացույցը։ Կողմնացույցը ցույց է տալիս, թե մենք որտեղ ենք գտնվում։ Լավ, կարող ենք որոշել նրանով։ Մենք կարող ենք որոշել նրանով, որտեղ է հյուսիսը, հարավը, արևմուտքը եւ արևելքը։ Ապրես իմ աղջիկ, ճիշտ է։ Գնանք առաջ։ Հաջորդը, տեսնեմ, հաջորդ հարցը Նարեն է ընտրում։ Հաջորդ հարցը ընտրում է Նարեն։ Ահա, կարդատեսնեք Նարեն ջան։ Ժողովուրդն ինչ է համարում անսպասված։ Ավետ ջան։ Ժողովուրդը համարում է անսպասված հողին։ Հողը, ճիշտ է, նստեցի, տեսնեմ, ով կընտրի հաջորդ հարցը, այ տեսնենք, այ Գաբի ջան, այ իմ աղջիկ։ Կարդատեսնենք Գաբի ջան։ Ո՞րն է հողի ամենակարևոր հատկությունը։ Ով կասի, հողի ամենակարևոր հատկությունը ո՞րն է, ասա Մարիաննա ջան։ Բնությունը աճեցնելու կարողությունն է, թե բույսեր աճեցնելու կարողությունն է, ճիշտ է։ Հաջորդ հարցը Մարիաննա ջան դու ընտրիր։ Ինչ է օդը։ Ահա Մոնթեն։ Ահա։ Օգնենք մեր ընկերոջը Արիսա ջան։ Օդը տարբեր գազերի խառնուրդը, թթվածին, ազոտ, ածխաթթու, գազ եւ այլն։ Եվ այլն ճիշտ է։ Մոնթեն ջան կկրկնես բանես ինչ է օդը։ Օդը գազեր խառնուրդը, թթվածին, ազոտ, գազ եւ այլն։ Ապրես, ահա, հիշեցի։ Իսկ երեխաներ ինչ ուսումնական գործիք է այստեղ ցուցադրված։ Տեսնեմ, ասա Սարգիս ջան։ Այստեղ շոկոլադե գլոբուս։ Ահա, գլոբուս։ Ինչ է գլոբուսը, ով կասի ինձ։ Ինչ է գլոբուսը։ Ասա Նարեկ ջան։ Երկրի մոդելացված մոդել։ Մոդելն է, լավ։ Գլոբուսի վրա ով կարող է ինձ ասել, կապույտ գույնով ինչեր են պատկերված։ Կապույտ գույնով ինչեր են պատկերված գլոբուսի վրա։ Դանիել ջան։ Գլոբուսի վրա պատկերված են օվկիանոս։ Օվկիանոսներ, են ինչեր են պատկերված կապույտով։ Գլոբուսի վրա պատկերված են ծովեր։ Ճիշտ է, կապույտով էլ ինչ է պատկերված։ Լճեր, շատ ապրես ուրիշ, Անգելինա ջան։ Գետեր, շատ ճիշտ է։ Հիմա, այդ դուք ասացի գլոբուսի վրա կապույտով պատկերված են օվկիանոսները։ Ով կմտածի եւ ինձ ասի երկիր մոլորակի վրա քանի օվկիանոս կա։ Տեսնեմ, Նատալի ջան։ Երկիր մոլորակի վրա կա 4 օվկիանոս։ Ահա, որոնք են այդ օվկիանոսները, Կատրին։ Խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Լավ, ով գլոբուսի վրա ցույց կտա խաղաղ օվկիանոսը, Անգելինա։ Լավ, ցույց տուր այսպես ամբողջությամբ ցույց տուր գալիս։ Ամբողջությամբ։ Ապրես։ Շատ ճիշտ է Անգելինա ջան, ապրես։ Լավ, խաղաղ օվկիանոսի մասին ինչ կասեք ինձ երեխաներ։ Ինչ կասեք խաղաղ օվկիանոսի մասին ձեր ուսուցչուհուն։ Հասապես է Մարիաննա ջան։ Օվկիանոսը ամենամեծ օվկիանոս։ Ապրես, ճիշտ է, էլ ինչ կասեք, ով է հիշում, ով է հայտնաբերել խաղաղ օվկիանոսը, ով է հայտնաբերել, ասա Նվարդ ջան։ Օվկիանոսը հայտնաբերել Ֆերնան Մագելանը։ Ֆերնան Մագելանը, բա ինչու է անվանել խաղաղ, իսկ ինչու են անունը դրել խաղաղ, ով կասի ինձ, Նարեկ ջան։ Նավարկության ընթացքում, ճիշտ է, ամեն ինչ խաղաղ է եղել եւ անվանել է, բայց իրականում ամենափոքր օվկիանոսն է, ճիշտ է։ Իսկ ամենափոքր օվկիանոսը ո՞րն է։ Տեսնեմ, ամենափոքրը, ասա տեսնեմ Կարինե ջան։ Ամենափոքր օվկիանոս Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Ով կարող է ցույց տալ գլոբուսի վրա, ով ցույց կտա, տեսնեմ, ով է ուզում գա։ Միքայել ջան, դու չես եկել, ամենից։ Արի դու ցույց տա։ Վերջի ցուցակը Հյուսիսային Սառուցյալ ցույց տա։ Ճիշտ է եւ հետերին։ Ահա, շատ ապրես, ճիշտ է Միքայել ջան, նստեցի։ Ով կասի ինձ իսկ որն է ամենափոքր մայրցամաքը։ Երեխաների հետաքրքիր հարցեր են կազմակերպել, տեսնեմ եւ անեմ։
Պետության մասին օգտասի ինձորների մոլորակի ամենամեծ պետությունը, Սամվել, Ես մոլորակի ամենամեծ պետությունը Ռուսաստանն է։ Կարող ես ցույց տալ քարտեզի վրա, համեցի խնդրեմ։ Կեցես տղաս, իսկ ով կասի, որ մայրցամաքում է գտնվում ամենամեծ պետությունը երեխաներ Աբել։ Ամենամեծ պետությունը գտնվում է Եվրասիա մայրցամաքում։ Դե հիմա ինձ ասեք տեսնեմ Եվրասիա մայրցամաքում էլ ինչ է գտնվում, Սոֆի ջան։ Մեր հայրենիքը Հայաստան։ Կեցես, մեր հայրենիքը Հայաստան, շնորհակալություն երեխաներ, հիմա անցնելու ենք ձեր ամենասիրելի գործի, խաղ ենք խաղալու։